ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել նաև arm.radio.am կայքի on-line ռեժիմով եւ live stream-ի տարբերակով։ Տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս կայքում, ես առողջ եմ բաժնում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, հնարավորություն կա այս տարբերակով լրացնելու։ Եվ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ այս տարբերակով եւս մեզ հետևելու համար։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք զրուցելու։ Մեր այսօրվա հյուրն է պլաստիկ վիրաբույժ Տաթև Պողոսյանը։ Ողջույն, Տաթև։ Ողջույն Լուսի։ Կրկին ողջույն, կասեի, ձեզ հետ շատ կարևոր հարցեր ենք հիմնականում քննարկում պլաստիկ վիրաբուժության, ընդհանրապես նաև ինչու ոչ վիրաբուժության հետ կապված, այսօր ավելի պացիենտ եւ վիրաբույժ փոխհարաբերությունների ակնկալիքների, ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ինչպես եք դուք հարցազրույց վարում, հա, ինչ է դրա անունը, անամնեզ հավաքում, թե նախնական խորհրդատվություն անում պացիենտների հետ բարձելու համար, թե ինչ պետք է արվի նախքան վիրահատությունը։ Ահա, այսպես երևի թե կենտրոնանանք ու առաջին հարցը կվերաբերի բժշկին դիմելու մշակույթին, ինչու են որոշել առանձին սրան անդրադառնալ, որովհետև այսօր մենք ունենք երկու տիրույթ, on-line հարթակ եւ off-line հարթակ։ Եթե առաջ պարտադիր էր գնալ բժշկի սենյակ, հասնել բժշկի սենյակ եւ նրա հետ դեմ առ դեմ խոսել, ապա հիմա ինչու ոչ շատ ազատորեն եւ անբռնազբոս գրում են բոլոր բժիշկներին եւ Instagram-ով եւ Facebook-ով։ Գրում են արդյոք ձեզ։ Գրում են եւ շատ են գրում, քանի որ նաեւ ես եմ պատասխանում հենց անձնական նամակներին այն պատճառով, որ պացիենտներս են հաճախ գրում հենց Facebook-ով կամ Instagram-ով, ուստի շատ եմ առնչվում այդ խնդրին, թե ինչպես են հիմա առնչվում մարդիկ on-line հարթակում բժիշկների հետ ու ինչ դժվար է հասկանալն ու ընկալելը, ինչքան դժվար են ընկալում, որ հեռախոսի են կողմում իրենց հետ հենց բժիշկ է խոսում, իրենց հետ մարդ է զրուցում, երբեմն էթիկայի կանոնները առանց պահելու ու սահմաններ գծելու են զրուցում։ Հենց սկզբից, թե մտերմանում են։ Օրինակ, հաճախ ռիլեր եմ տեղադրում, որտեղ եւ պացիենտներ են երևում, եւ ուղղակի մասնագիտական ինչ-որ նյութեր եմ տեղադրում, որտեղ պատմում են վիրահատությունների մասին, ու այնտեղ կոմենտներում հնարավոր է ուղղակի տեսնեք պլյուս դրած։ Ինձ մեկ-մեկ թվում է Ինչ է ըստ ձեզ նշանակում պլյուս դնելը։ Մենք հիմա on-line հարթակում բժշկի հետ շփման մշակույթից ենք հենց խոսում։ Ինչ է դա նշանակում։ Բժշկի մասնագիտական ռիլի կոմենտների բաժնում պլյուս մի դրեք, որտեղ նախ անհասկանալի է թե ինչ եք ուզում պարզել, երկրորդ եթե նույնիսկ ընդունենք, որ ուզում եք տվյալ միջամտության գինը ճշտել, այդ ենքանել կոռեկտ տարբերակ չի անելու համար։ Սա մի կողմը, բայց ես մի քիչ բախտավոր եմ ու ունեմ այն պացիենտները, որոնք իրոք հասնում են ինձ մոտ կոնսուլտացիայում հետ աշխատում եմ, սրանք բոլորը շատ գրագետ, շատ կայացած, խելացի, էթիկայի կանոններին տիրապետող, ինձ նույնիսկ իրենք են ինձ մի քիչ ձիգ պահել ինձ տիպում, որ շփումը մնա հենց կոռեկտության սահմաններում ու պացիենտ-բժիշկ հարաբերությունների սահմաններում, այնպես որ այդ առումով բախտավոր եմ, բայց հա on-line հարթակում շատ դժվար է ու շատ է ինֆորմացիայի հոսքը ու նաև շատ են գրում պացիենտները ու ոչ միայն պացիենտներ, ուղղակի մարդիկ, որոնք իրենց թվում է, որ եթե դու այնտեղ ես, ուրեմն հասանելի ես, ուրեմն քեզ կարելի է։ Բայց չէ՞ որ այնտեղ լինելու առաջնային իմաստը հենց ավելի մոտիկ, ավելի հասանելի, ավելի հանրամատչելի լինելն էր։ Փաստորեն ստացվում է, որ ձեր արածն ու ակնկալածը մի փոքր հակասում են իրար, թե ոչ։ Բոլորովին չեմ պնդում ու չեմ ուզում բժիշկներին ինչ-որ առանձին արտոնյալ կաստայի դիրք ու տեղ տալ ու պնդել, որ իրենց հետ անպայման պետք է հատուկ ձևերով շփվել։ Ասածս զուտ մարդկային շփման մասին է, որի մեջ էլ կան, չէ, որոշակի կանոններ, որոնք պահում են։ Օրինակ, անծանոթ մարդուն դուքով ենք դիմում, չգիտեմ, բարևում ենք գրելուց առաջ։ Կոնե, այո, ողջույն։ Հարցնում ենք արդյոք, չգիտեմ, հարմար է այս հարցին պատասխանել եւ այլն։ Մի խոսքով, խնդիրը հենց այն տարական շփման կանոնների պահպանության մեջ է, ոչ թե հատուկ կանոնների, որոնք հենց պետք է պահենք բժշկի հետ շփման ընթացքում։
Պարզ է, որ on-line տիրույթում նշված է լինում թե հեռախոսահամար, թե հասցե, դուք ինչպես կատարյալ տարբերակով կցանկանայիք, որ այնուամենայնիվ չգրեին այլ զանգին, թե գրելու որոշակի սահման կա ընդունելի, ինչ կարելի է հարցնել գրելով։ Այստեղ ավելի շատ բժշկի նախընտրությունն է յուրաքանչյուր, ինձ շատ ավելի հարմար է պատասխանել հաղորդագրությունների, քանի որ ես դրան կարող եմ օրվա ինչ-որ ժամ տրամադրել։ Երբ որ ես վիրահատարանում չեմ, երբ որ ես կոնսուլտացիաների կամ վիրակապությունների չեմ, ու ես պատասխանում եմ հաղորդագրություններին։ Այնպես որ իդեալական տարբերակն է գրել հաղորդագրություն, բայց իհարկե իմ պացիենտները ունեն անձնական հեռախոսահամարս, որովհետև ես նախընտրում եմ կապի մեջ լինել իրենց հետ ու նախընտրում եմ փոքրագույն խնդրի դեպքում ես առաջինը լինեմ արձագանքողը ու իրենց այդ խնդրի հետ կապված ուղղորդումներ տվողը։ Ինչու է այդքան կարևոր բժշկի համար Հայաստանում այդպես օպերատիվ, ինտերակտիվ կապը։ Ինչու եմ հարցնում, որովհետև օրինակ զարգացած երկրներում արտերկրում վիրահատող բժշկի միայն անուն ազգանունն են իմանում եւ երբեմն նույնիսկ դեմքով էլ չեն ճանաչում, որովհետև այնտեղ դիմեցիր համակարգն աշխատում է ըստ բանի այդ guideline ուղեցույցի ու այդպես թե ով կվիրահատի այնքան էլ կարևոր չէ դե պլաստիկ վիրաբուժի դեպքում միգուցե բայց այնտեղ այդ ուղիղ կապը որ վարքյանական բժիշկը հասանելի լինի այդպես գոյություն չունի բայց Հայաստանում բժիշկները շատ են նշում որ կարևոր է կապ պահեք մի կորեք մի դիմեք այլ տեղեր այլ անձանց պատասխանատուն հենց այն բժիշկն է ինչ խնդիր ունենք մենք այստեղ Խնդիրը եւ համակարգային է, այսինքն ես վստահ չեմ, որ պացիենտին, որին ես եմ վիրահատել, մեկ այլ կլինիկայում կամ հիվանդանոցում, որտեղ իրեն կտեղափոխի օրինակ շտապօգնությունը, կստանա ինքը մասնագիտական այն օգնությունը, որը ես կուզեի ինքը ստանար։ Այսինքն դուք վստահ չեք եւ համակարգի եւ ձեր գոլեգաների Ցավոք չեմ կարող վստահ լինել, որ պացիենտին եթե տեղափոխեն մեկ այլ կլինիկա, օրինակ շտապօգնությունով կամ հիվանդանոց, այնտեղ ինքը կստանա այն տեսակի օգնություն, որը ես ինքս կարող եմ նրան առաջարկել կամ որը պետք էր նրան այդ պահին չեմ մեծամտության մասին չի խոսքը չեմ պնդում որ գոլեգաներս չեն կարողանա այլ ուղղակի ես ավելի տեղյակ եմ ես գիտեմ ինչ վիրահատություն է տարել ես գիտեմ ինչ եմ արել ու դրանից ինչ բարդություններ կարող եմ ակնկալել ամեն դեպքում ճիշտը այդպես եմ կարծում Հայաստանում դեռ այնպես է որ ճիշտը ձեր բժշկի հետ կապը պահելն է առաջին հերթին Դեռ մենք այդտեղ ենք հասել այո Եկեք օֆլայն տարբերակին էլ անդրադառնանք, ենթադրենք չափի սահմաններում, կոռեկտության սահմաններում նամակ գրվեց եւ արդեն այց նշանակվեց, արդյոք այդ այցը դեռևս խորհրդատվությունն է լինում, թե դուք նախապես որոշ հետազոտություններ արդեն արված պատասխաններով հանդերձ պահանջում եք ներկայանալ, ընդհանրապես օֆլայն տարբերակով ինչպես է առաջին այցը ընթանում Ես միշտ ասում եմ, որ առաջին կոնսուլտացիան ոչինչ պարտադրող չէ, այսինքն պացիենտը ուղղակի կարող է գալ բժշկի հետ ծանոթանալու։ Դատարկ ձեռքերով։ Հա, ուղղակի։ Գրանցնախորդ բոլոր հիվանդությունների, պատմությունների։ Դեռ հստակ որոշում չունենալով, որ ինքը ուզում է վիրահատվել, որտեղ Պլաստիկան սպეციფիկա ունի ու այստեղ բժշկի ընտրությունը մի քիչ շատ անձնական ու սենց սրտով են մի փոքր ընտրում, որտեվ նաև պետքա բժշկի էսթետիկ ընկալումը գեղեցկության մասին պատկերացումները համընկնեն պացիենտի նույն պատկերացումների հետ։ Այդ պատճառով մի քիչ առաջի կոնսուլտացիան մեր կարա լինի ավելի թեթև, ավելի քիչ բժշկական ու ավելի շատ խոսենք պացիենտի վախերի, ակնկալիքների, խնդիրների մասին, ուղղակի հասկանանք ինչն է իրեն անհանգստացնում, ինչի է որոշել դիմել վիրահատության։ Եթե պացիենտը ավելի պատրաստ է, ավելի տրամադրված է, ինքը արդեն որոշում ունի վիրահատության, կոնսուլտացիան մի փոքր այլ ուղղությամբ է գնում, այսինքն ավելի հակված եմ այդ կոնսուլտացիայի ընթացքում արդեն հավաքել անամնեզ իր հիվանդությունների, իր տարած վիրահատությունների, դեղորայքի մասին, որ ընդունում է, որպեսզի հասկանամ ունենք արդյոք հակացություններ վիրահատությանը թե ոչ, ու ավելի շատ քննարկում ենք նաև արդեն իր սպասելիքները վիրահատությունից։
Ճիշտ է արդյոք, որ պլաստիկ վիրաբուժության շրջանակում, հատկապես եթե խոսքը գնում է ոչ թե առողջություն պլյուս գեղեցկություն, այլ հիմնականում էսթետիկ պատկերացումներից ելնելով անհրաժեշտություն կամ պահանջմունք պացիենտի կողմից, ճիշտ է արդյոք, որ այս դեպքում հակացուցումները շատ խիստ են հաշվի առնվում եւ նորմալ է, որ բժիշկը հրաժարվի կամ ժամանակավորապես հրաժարվի վիրահատել։ Այո, ու երբեմն սա փոքրիկ կոնֆլիկտների է բերում մեզ պացիենտների հետ, որովհետև իմ կարդիոլոգը օրինակ ասել է, որ այս խնդիր չի, կարելի է հանգիստ վիրահատել, իսկ դուք ինչ չեք վերցնում վիրահատարան։ Մենք վիրահատում ենք բացարձակ առողջ մարդկանց, որովհետև էսթետիկ վիրահատությունները դրանք էլեկտիվ են, այսինքն կարելի է ապրել երկար ու երջանիկ առանց որևէ էսթետիկ վիրահատության։ Օրինակ կրծքերի փոքրացման կամ մեծացման, այո։ Այնպես որ պետք է գնանք վիրահատարան վստահ լինելով, որ պացիենտը առողջ է, որովհետև սա մեզ ընդհանրապես օգնում է նվազեցնել վիրահատության հետ կապված ռիսկերը, ոչ թե զրոյացնել դրանք, ոչ թե վերացնել, այլ ընդհանրապես ունենալ ավելի քիչ ռիսկեր վիրահատության հետ կապված, եթե պացիենտը համոզված ենք, որ առողջ է։ Ձեր սենյակում արդեն իսկ հայտնված պացիենտի հետ հարցերի ընթացքում, որոնք են ամենաանհարմար հետաքրքրությունները ձեր, որ օրինակ կարող են պացիենտին զարմացնել, անհանգստացնել, որ ինչու եք հենց դա հարցնում կամ իրենք խուսափեն պատասխանել, այ մի փոքր կարող եք այս անհարմարությունների եւ ձեր հետաքրքրությունների շրջանակից խոսել։ Հա, կարծում եմ բժշկի հետ շփման մեջ անհարմար հարցեր պիտի չլինեն, այսինքն եւ պացիենտի տված բոլոր հարցերն են ինձ համար հարմար։ Պիտի չլինեն, բայց այդպես չի լինում, չէ՞, միշտ մեր ուզելով։ Ուզում եմ կոնկրետ ֆիքսվել, որ վիրահատության մասին կարող է այդպիսի հարց տամ, որ անհանգստացնի։ Եկեք ամենաշատը դուք որ տեսակի վիրահատություն եք անում, նշենք։ Ես ամենահաճախը կատարում եմ կրծքի փոքրացում, ռեդուկցիոն մամոպլաստիկա։ Լավ, եկեք այստեղ խորամուխ լինենք, ինչ անհարմար եւ հետաքրքիր երբեք չեմ ստանում, երբ որ շատ մեծ կրծքով կնոջ հարցնում ես թե ինքը որ համարի կրծկալ է հագնում, ինքը երբեք չգիտի, ասում հագնում եմ կրծկալը, որը հագովս լինում է ուղղակի։ Լավ։ Այս ամենատարօրինակ շատ մեծ չափսերի դեպքում մենք ունենք հստակ սանդղակ, ցուցիչներ, որ ունենք սանդղակ, ուղղակի այստեղ էլի Հայաստանի խնդիրն է, որ այստեղ անհնար է գտնել հարմարավետ կրծկալ մեծ չափի կրծքի համար ու ես նաև մտածում եմ, որ եթե ունենայինք մասնագիտացված խանութներ շատ հարմարավետ կրծկալներով, ինձ դիմող կանանց թիվը մի քիչ կպակասեր, որովհետև ճիշտ ընտրած կրծկալը կյանքի որակը փոխում է ուղղակի մեծ կրծքով կանանց դեպքում։ Իսկ Հայաստանում մենք հաճախ հանդիպող խնդիր կարող ենք համարել չափից դուրս մեծ կրծքերը, դեֆորմացիաները եւ այ կարիքը վիրահատելու։ Դրանք արդյոք այդքան վատ են ազդում կնոջ կյանքի որակի վրա։ Դրանք դրամատիկ ազդեցություն ունեն կնոջ կյանքի որակի վրա։ Մեծ չափի կուրծքը կարա առօրյա կյանքում բազմաթիվ անհարմարությունների բերի հագուստի ընտրություն, սպորտով զբաղվելու անհնարինություն, սխալ կընտրած կրծկալներից մաշկի վրա հետքեր ու փոսություններ, ցանկացած գործողություն, որը անում են սովորական մարդիկ թեթևությամբ ու չեն ընկալում թե ինչ հեշտ է իրանց հետ։ Չեն մտածում այդ չեն ֆիքսում, որ իրանք բավականին հեշտ են անում, մեծ կրծքերը դրան խանգարում են։ Վազել ուղղակի անհնար է մեծ կրծքերով, այսպես ասեմ։ Իսկ մեծ կրծքեր ասելով մենք որ չափսից սկսած նկատի ունենք, այ սա էլ որ մեկի համար միգուցե 4-րդ չափսը արդեն շատ մեծ է։ Իրականում աղջկա մարմնակառուցվածքից կնոջ, այսինքն նույն ծավալով, հա, եկեք քաշով կուրծքը շատ փոքր քաշով աղջկա դեպքում իրան կարա մեծ անհանգստություն պատճառի ու իր մկանների ու ողնաշարի վրա շատ մեծ ծանրաբեռնվածություն լինի, իսկ մի քիչ ավելի զարգացած մկանային համակարգով ավելի մարմնեղ կնոջ համար այդ ավելի հեշտ լինի կրել այդպիսի կուրծք։ Դրա համար հստակ սահմաններ չունենք, բայց մենք ռեդուկցիաները, հա, այդ փոքրացումները, օրինակ, ոնց համարում ենք ավելի փոքր կամ ավելի մեծ, եթե մինչև 500 գրամ հյուսվածք ենք հեռացնում, ամեն կրծքից համարում ենք, որ դա փոքր փոքրացում էր։ Եթե փոքր ծավալի միջամտությունները 500 գրամի ծավալը համարում ենք միջին փոքրացումներ, ու կա արդեն գիգանտոմաստիա ասվածը, որը 1.5 կիլոգրամի ծավալ ենք հեռացնում ամեն կրծքից, սա արդեն
այստեղ կյանքի որակի ուղղակի, չգիտեմ, լրիվ ուրիշ փոփոխություն է լինում այս կանանց Արդեն առողջությանն է սկսում սպառնալ, եթե ճիշտ ենք հասկանում։ Ողնաշարի առողջությանը հաստատ սպառնացող է ու հաճախ եմ ունենում պացիենտներ, որոնց նյարդաբանները կամ նեյրովիրաբույժներն են ուղղորդում, որտեղ իրենց ցավերը կապում են ծանր կրծքի հետ։ Իսկ գիգանտոմաստիան եւս հաճախ հանդիպող է Հայաստանում, թե մենք ուղղակի չենք խոսում այդ մասին, հենց այդ կանայք չեն խոսում, մենք չենք նկատում։ Կանայք չեն խոսում, կանայք ամաչում են, կանայք նույնիսկ վիրահատվելուց հետո չեն ուզում դրա մասին խոսել ու իրենց մարմնի փոփոխությունը շրջապատին բացատրում ու նկարագրում են ուղղակի քաշը նվազեցնելու տեսանկյունից չեն ասում, որ դիմել են վիրահատության, բայց այս սխալը նաև են առումով, որ շատ կանայք, ովքեր կարող էին ու պիտի գային վիրաբույժի մոտ ու լուծեին իրենց խնդիրը, չեն գտնում իրենց վիրաբույժին ու չեն պատկերացնում, որ իրենց խնդրի լուծումը մի քիչ ավելի հեշտ է, քան կարելի է պատկերացնել։ Ուրիշ ինչ հետաքրքրաշարժ կամ անհարմար հարցերի պատասխաններ եք դուք դժվար կորզում կամ այդպես էլ չեք ստանում կամ որ ամաչում են կամ թաքցնում են, կարող եք մտաբերել։ Իսկապես շատ հետաքրքիր է ձեր կոնսուլտացիաները այս թեմաներով։ Երբեմն պացիենտներից հետ գալիս են մայրերը ու ես անպայման պացիենտից թույլտվություն եմ հարցնում ու ճշտում եմ իր հետ ինքը իրեն հարմարավետ է զգում, որ սենյակում ինձնից ու իրենից բացի ինչ-որ մեկն է լինի, թե չէ, ու եթե համաձայն են իրենց մայրիկի ներկայության օրինակ կոնսուլտացիային երիտասարդ աղջիկները, այդ ժամանակ անհարմար ավելի շատ մայրիկի վիճակն է, որովհետև մեղքի զգացում է ունենում ինքը։ Կարծում է, որ իր գեներն են, իր ինչ-որ սխալ է ընտրած կրծկալը սեռացնացման ընթացքում աղջիկա, իր սխալ ընտրած սպորտաձևը, իր սխալ խորհուրդները։ Դեպ այդ դրանք արդարացված են, հիմքեր ունեն։ Իրականում գենետիկան ունի ամենամեծ կապը, իսկ սխալ ընտրած կրծկալը ոչ։ Այսպես ասեմ, եթե շատ ձիգ փորձեք փաթաթել կուրծքը անասելի ձիգ սեռացնացման ընթացքում գուցե եւ խոչընդոտեք մի փոքր նրա աճելուն, բայց հասարակ կրծկալը չի կարողանա մեծ դեֆորմացիայի պատճառ հանդիսանել կամ չափի փոփոխության։ Նաեւ պատտվում է շատ կարծր համոզմունք, ես կասեի կարծր, որ կրծքով կերակրումից կամ հղիությունից հետո են առաջանում այդ մեծ կրծքերի կամ դեֆորմացիայի կամ կախվածության հետ կապված բոլոր խնդիրները, որ եթե կինը հղիություն չի տարել կամ չի կերակրել, ինչի պետք է ունենա այդպիսի խնդիր։ Ճիշտ է սա։ Չէ, սա նաև սխալ է, ինչու, որովհետև խնդիրը ոչ թե կերակրումն է կրծքով, այլ քաշի տատանումը հղիության ընթացքում։ Իսկ կինը քաշի տատանում կարող է ունենալ նաև առանց հղիանալու։ Ուստի քաշի մեծ տատանումները նույնպես, եթե մի կողմ դնենք գենետիկ ֆակտորը, որ օրինակ ինչ-որ զարգացման արատի կամ ինչ-որ սեռացնացման ընթացքում ձևավորված կրծքի մասին ենք խոսում, այլ տարիքի ընթացքում ձևափոխության հիմնական պատճառը քաշի տատանումն է հանդիսանում։ Ինչպես կգնահատեք պացիենտների ակնկալիքների իրատեսականության չափը, աստիճանը։ Արդյոք նրանք նախավիրահատական շրջանում իսկապես պատկերացնում են ձեր բացատրածը, ինչի կարելի է հասնել, իսկ ինչը հնարավոր չէ եւ պետք չէ այդտեղ մեծ հույսեր ունենալ, ընդհանրապես այդ ակնկալիքների հետ ինչպես եք աշխատում։ Փորձում եմ մաքսիմալ անկեղծ ներկայացնել, թե ինչ է լինելու, նաև այստեղ օգնում է մեզ գործիքը, որը մեր զրույցի սկզբում նշեցինք, սոցիալական հարթակներում մեր տեղադրած արդյունքները վիրահատությունից առաջ ու հետո եղած, օգնում են պացիենտին հասկանալ, գտնել նույնիսկ այլ պատկեր, որը նմանեցնում են իրենց ու հասկանում, թե այս տեսակի կրծքից ստացվել է օրինակ այսպիսի տեսք ու ուրեմն իրենց ակնկալիքներ փորձում են համապատասխանեցնել։ Դատաբազա է էլի հավաքվել, որի հետ կարելի է աշխատել։ Ես գիտեմ, որ հիմա խոսակցություններ կան Հայաստանում ու երկրներ կան պրակտիկա կա, որտեղ արգելվում է ուղղակի սոցկայքերում տեղադրել արդյունքներ պլաստիկ վիրաբույժներին։ Ինչու՞, մենք ինչով առաջնորդենք վիրաբույժ ընտրելիս։ Ցավալի կլինի, բայց այդտեղ կօգնի դա մի քիչ թեթևացնել իրավիճակը ու պացիենտին ուղղորդել ոչ թե այն բժիշկների մոտ, ովքեր շատ լավ հմտություններ ունեն սոցկայքեր վարելու,
այլ մի քիչ ուրիշ նկատառումներով ընտրել բժիշկին։ Այս առումով այդ ճիշտ է։ Այսինքն չընկնել մարքեթինգային հնարքների։ Բայց իմ աշխատանքն էլ կդժվարանա, որովհետև ես հիմա կոնկրետ պացիենտիս հետ երբ քննարկում եմ իր սպասելիքը, չափը մեր համար ամենադժվարը չափ ընտրելն է, որովհետև թվերով Դրանց բարձրան այսքան եմ ուզում։ Ինչքան ինքը ասում է երկրորդ համար, ես էլ եմ ասում երկրորդ, բայց մեր մտքում այդ երկրորդը լրիվ տարբեր պատկեր է։ Դրա համար ես խնդրում եմ, որ թեկուզ իմ էջից ընտրեն կուրծք, որի չափը իրենց համար ընդունելի է, որը կուզեին իրենց մոտ լիներ, ու այդ նկարով գան արդեն վիրահատության օրը։ Իսկ խորհրդատվության ընթացքում կամ հետո դուք AI-ով աշխատում եք շատ բժիշկների մոտ, այդ առաջ եւ հետո պատկերը մոտավորապես ստանալը հաճախ արվում է թվային տեխնոլոգիաների շնորհիվ, ասենք ատամների ուղղումը, ասենք քթի կամ այլ խնդիրներ։ Իսկ ձեր կյանք մտել է արդեն արհեստական բանականություն։ Կրծքերի ու առհասարակ մարմնի դեպքում մի փոքր դժվար է, ու մինչև արհեստական բանականություններն էլ բանականության պոպուլարիզացվելը կային արդեն գործիքներ, որոնք օգնում էին կանխորոշել մաթեմատիկական հաշվարկների միջոցով ինչ-որ թե ինչ տեսակի կուրծ կստացվի, բայց սրանք ավելի լավ աշխատում են օրինակ կրծքի իմպլանտավորման դեպքում։ Ռեդուկցիայի դեպքում մի քիչ դժվար է անել այդ մոդելավորումները ու պացիենտին տալ ճիշտ պատկեր թե ինքը ինչ կստանա։ Ես նախընտրում եմ սա չանել։ Պացիենտը նախապես մենք մոտավոր միասին գիտենք թե ինչ չափ է լինելու։ Ես գիտեմ իր նախասիրությունները, թե ինքը, չգիտեմ, օրինակ արիոլայի ինչ տեղակայում կնախընտրի, ինչ չափ, ինքը ուզում է ծավալ ավելի շատ լինի միջային հատվածում, թե լատերալ, այսպիսի մանր հարցեր քննարկում ենք, բայց որ ինքը հստակ պատկերացում ունենա թե ինչպիսին է լինելու իր կուրծքը վիրահատությունից հետո, ցավոք անհնար է իրեն ապահովել դրդ։ Մեծացման դեպքում ավելի հավանական է, հնարավոր է։ Այո, օրինակ պացիենտի 3D մոդելով ներբեռնելով այդ նկարները ծրագրի մեջ, ծրագիրը ինքը արդեն թույլ է տալիս ընտրել թե որ իմպլանտը ինչ միլիլիտրով, որ տեսակը ու տալիս է մոտավոր պատկեր թե ինչ ենք ունենալու վիրահատությունից հետո։ Փոքրացման դեպքում մի քիչ անկանխատեսելի է ավելի։ Պլաստիկ վիրաբույժ Տաթև Պողոսյանի հետ ենք զրուցում եւ մի կարևոր հարցի հասանք հետ վիրահատական շրջանին ասում են բժիշկներն էլ պացիենտներն էլ ասում են որ այ վիրահատությունից հետո սկսվում են իրական բարդությունները մինչ այդ ձեր ակնկալիքներ խորհրդատվություն հետազոտություններ ու անալիզներ դրանք ոչինչ են հետ վիրահատական շրջանի համեմատ արդյոք այդքան ծանր է իրոք հետ վիրահատական շրջանը եկեք ձեր մասով ինչ որ դուք անում եք այստեղ խոսենք ես պացիենտին շատ մանրակրկիտ եմ պատրաստում հետ վիրահատական շրջանին ու ես նույնիսկ բարդությունների մասին խոսում եմ այնքան որ ինձ երբեմն թվում է ես դրանով կորցնում եմ պացիենտների այնքան եք ասում որ վերջում հրաժարվել որ ասում են դե լավ եթե այդպես է երևի ավելի լավ է չվիրահատվենք բայց պետք է պացիենտս հստակ գիտակցի որ մենք թիմ ենք որ վիրահատությունից հետո մենք մնանք թիմ ու եթե բարդություն լինի ինքը ոչ թե ընկնի Երևանով ու փնտրի կլինիկա որտեղ իրեն կընդունեն այդ բարդությունով այլ պահպանած լինի իմ հանդեպ վստահությունը ու մենք միասին հաղթարենք այդ բարդությունը այսինքն այստեղ խնդիր կա ցանկացած հետ վիրահատական շրջանի փոքրիկ իսկ առիթով արդեն վստահության այո եթե դա լինում է այն դեպքում եթե բժիշկը ձեզ չէր ներկայացրել եթե պացիենտին չէր պատմել, չէր ասել հավանականությունը, չէր ասել թե քանի տոկոս դեպքերում կարա լինի այդ բարդությունը ու չէր նկարագրել քայլերը, թե եթե եղավ այդ բարդությունը, ինչ կանենք մենք, ինչքան ժամանակ կպահանջվի ու ինչ ակնկալել այդ բարդության դեպքում։ Այս պատճառը թե ինչի են իմ կոնսուլտացիաները տևում մի ժամ ու պատճառը եւ ոչ մեկ այց երևի չէ միգուցե մեկից ավելի նաեւ կրկնակի կոնսուլտացիաներ եմ ունենում որովհետեւ ես այս բոլոր քայլերով անցնում եմ պացիենտի հետ ու սա է պատճառը թե ինչի նույնիսկ բարդություն ունեցող պացիենտի հետ մենք շարունակում ենք աշխատել առանց վստահության կորստի ու հասնում ենք հաղթական ավարտի հասնում ենք այնտեղ որտեղ ինքը ուզում էր լինել այսինքն ստանում ենք էսթետիկ գեղեցիկ արդյունք մի հարց էլ հետ վիրահատական ռիսկերից ամենավատը այդպես ամենա բացասականը որը կնշեք որի մասին այնքան էլ չի խոսվում պացիենտները զարմանում են կամ
Հետվիրահատական նկատի ունեք ուշ փուլերի բարդություններ ու որ վիրահատության մասին ֆիքսվեմ։ Նրա որ ես անում եմ, այո, եկեք սկսել ենք այդ տեղով։ Մի քիչ շատ մասնագիտական է, չգիտեմ ինչքանով հետաքրքիր կլինի, բայց այս վիրահատության դեպքում ամենամեծ խնդիրը, որի մասին երբեմն որոշ վիրաբույժներ չեն էլ խոսում իրենց պացիենտների հետ, այդ արիոլայի եւ պտուկի արյունամատակարարման խանգարման վտանգն է, որը շատ մեծ է կրծքերի փոքրացման վիրահատությունների դեպքում ու որը շատ մեծ էսթետիկ բարդության կարաբերի արիոլայի նեկրոզի։ Եվ սա հմտություններից եւ փորձառությունից այդքան էլ կախված չի։ Մի քանի պատճառ կա, ինչը կարա սրան բերի, ու ինքը կարա պատահի նաեւ ամենափորձառու, ամենագրագետ բժշկի մոտ էլ կա եւ բժշկի հետ կապված գործոններ եւ վիրահատության եւ հետվիրահատական շրջանի եւ պացիենտի։ Սրանց մի քանիսի համադրությունը կարա բերի խնդրին։ Պացիենտի կողմից ամենամեծ խնդիրը, որը կարա հանգեցնի նեկրոզի, դա ծխելն է։ Ես պացիենտին ով ծխում է, չեմ վերցնում կրծքի փոքրացման։ Բայց չկան տարբերակներ, որոնք կարող են կոմպենսացնել։ 3 շաբաթ։ 3 շաբաթ առաջ թողնելու դեպքում գոնե կկարողանաք վերցնել այդ պացիենտին։ Եվ վերջին հարցը, որ անպայման կուզեի անդրադառնանք, հասցնում ենք արդյոք, մեզ ասում են, որ այո, ունենք 4 րոպե, որ հիվանդության թաքցնելը կարող է շատ վտանգավոր լինել պլաստիկ վիրաբուժության մեջ, ինչու եմ ասում, որովհետև հատկապես եթե պացիենտը մենակ չի գալիս եւ ինքը օրինակ թաքցրել է որևէ քրոնիկական հիվանդություն, դա կլինի ծնողը, ամուսնու ծնողը կամ հենց շատ հաճախ իդեպ զարմացած եմ, բայց նաեւ կողակցից են թաքցնում, վտանգավոր է եւ չի կարելի, որ հիվանդությունները կնշեք։ Դեղորայքային ալերգիան, որովհետև մենք ձև չունենք մինչև վիրահատությունը տարբերակ չունենք բարձելու։ Մենք չենք կարող մեր օգտագործվող բոլոր դեղերի հետ կապված ալերգիաների թեստ անցնել։ Դա պացիենտի խոսքից ենք հասկանում ինքը ունի ալերգիա թե չէ, դա թաքցնելը երբեմն մահացու կարա լինի։ Նյարդաբանական ինչ-որ խնդիրներ, որը Հայաստանում թաքցնելը կարծես թե նորմա է, հա, բայց այդ բժշկից օրինակ էպիլեպսիան։ Դե հա, սա խարանի եւ պես խտրականության դեռ օջախ է ու հաճախ դրա մասին չի էլ խոսվում։ 1-2 հոգի է իմանում պացիենտը ու ասենք իր մայրիկը։ Այո, ու հետո մենք վիրահատության ընթացքում կամ վաղ հետվիրահատական շրջանում ունեն մենք խնդիր ու այդ պահին դիագնոզել ու հասկանալ, որ դա էպիլեպտիկ նոպայր ոչ թե այլ խնդիր, շատ բարդ խնդիր է դառնում սա։ Լավ, ուրիշ ինչ քրոնիկական հիվանդություն կնշեք։ Երբեմն էլ գիտեք մոռանում են օրինակ, վայ, ոնց չասացի, չէ։ Չէի հիշել, այո։ Մենք հիմնականում բոլոր օրգան համակարգերը ստուգում ենք ու մի քիչ դժվար է մնացած հիվանդությունները թաքցնել, օրինակ սրտաբանական ինչ-որ խնդիրները կամ շնչառական համակարգի հետ եւ այլն։ Շատ վտանգավոր է թաքցնել, օրինակ եթե դուք ունեցել եք երբևէ թրոմբոզ խորանիստ երակների։ Նույնիսկ երբևէ ոչ երբևէ նույնիսկ ուրիշ վիրահատության ընթացքում եթե հաջող բուժվել եք միևնույն է սա թաքցնելը էլի շատ վատ հետևանքների կարող հանգեցնել պարբերական հիվանդություն Չէ, այդքան էլ չէ։ Եվ ռևմատոլոգիական, մեկ էլ դրանք են շատ համակարգային եւ խնդիրը ինչու՞մն է, ռևմատոլոգիական հիվանդություններն էլ պարբերական կարող են վիրահատությունը տրիգեր լինի իրան սրացման համար ու թաքցնելը վատ է ոչ թե հենց ներվիրահատական բարդությունների կամ վաղ հետվիրահատական, այլ ունեցած քրոնիկ հիվանդության սրացման տեսանկյունից։ Եվ հիվանդություններից վերջինը անպայման հասցնեմ նշել հոգեկան առողջության խնդիրներ։ Այո։ Սա ինչ կարող է բերել շատ կարճ։ Ես շատ գրագետ պացիենտներ եմ ունեցել, ովքեր իրենց հոգեբանի կամ հոգեբուժի հետ քննարկած են եկել վիրահատությունը։ Օ, մենք արդեն այսպիսի մշակույթեր ունենք։ Այո, ինձ եկել ասել են, որ իրենք հոգեբանի հետ աշխատել են ու գիտեն, որ որոշումը վիրահատության սպոնտան չի, դիսմորֆիայի արդյունք չի, այլ գիտակցված հստակ որոշում է ու ուզում են վիրահատվել։ Այսինքն օրինակ դեպրեսիան, տագնապային խանգարումը, որը հետևում է եւ թերապիա է անցնում, սա հստակ հակացում չէ, դուք կարող եք։ Դեպրեսիան էլի եթե պացիենտը նշի վիրահատության ընթացքում, որ ինքը դեպրեսիվ էպիզոդներ ունի, որ ինքը հիմա բուժում է ստանում ակտիվ, դրա համար ես կխնդրեմ անպայման եւս մեկ կոնսուլտացիա իր հոգեբուժից։
Շնորհակալություն, հասցրինք ամենակարևոր շեշտադրումներին անդրադառնալ, շատ ուրախ եմ դրա համար։ Մենք զրուցեցինք պլաստիկ վիրաբույժ Տաթև Պողոսյանի հետ։ Կարծում եմ բոլորիս կարող է պետք գալ, որովհետև ոչ ոք երաշխավորված չի կարող այսպես 100% ասել, որ ես երբեք չեմ հայտնվի պլաստիկ վիրաբույժի սենյակում, այնպես որ պետք է ուշադիր լինել։ Շնորհակալություն այս ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։